Լուրերի թողարկումը շարունակվում է բարեկամներ եւ այս հատվածում մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Սրբազանը վերադարձավ հայրենիք, եթե չեմ սխալվում, Էմիրություններից։ Այո։ Վենասում հետ էր հանդիպում այնտեղ։ Կամ այնտեղ ինձ թվում է այնտեղ հաշիվ ունի։ Գիտեք, ընդհանրապես տես պրակտիկա կա ու ռուսների մոտ կա տես պրակտիկա, որ շատ ժամանակ դե օրինակ պարզ չես կարա, օրինակ եթե ինչ-որ ինստրուկտաժ ես ստանում ինչ-որ մեկից, չես գնում Ռուսաստան շատ ակնհայտ է, էլի։ Դրա համար շատ մեզ այնտեղ հանդիպում ես երրորդ ես կատակ չեմ անում, ոչ էլ հիմա բան, ես շատ լուրջ եմ ասում, իմիջիայլոց այստեղ առանց սարկազմի, որ իրա մոտ էլ բարդ վիճակա չէ, ասենք եւ այլն։ Այո, դա ընդունված բան է, որ այն էլ արաբական երկրներում դուք գիտեք, որ հիմա ամենահեշտը ռուսներին դուրս գալ գնալը արաբական երկրներն է։ Ես չեմ բացառում, չեմ էլ պնդում, բայց չեմ բացառում, որ այդ արաբական երկրներում ինքը որոշակի հանդիպում չեմ բացառում։ Շարունակի։ Ես մի բան նկատեցի, դեպ մենք մեր հեռուստադիտողների հետ արդեն կիսվեցինք, այդ իր խոսքը հենց օդանավակայանում, երբ որ դիմավորում էին իր երկրպագուչին, ինչ հավատացյալ Ֆան բազան։ Իմ կարծիքով իմ տպավորությունը այնպեսին որ բավական համեստ խոսեց, որտեղ ինքը ընդհանրապես ավելի ագրեսիվ բաներ ասում, այս անգամ, այսինքն ոչինչ չի ուզում հրահրել կարծես էլի, ժամանակը շահում եւ շատ իրեն զուսպ պահեց իր ելույթի մեջ։ Դու ինչ կասես Արմեն։ Այս կողմից եկեք գանք, ուրեմն, երբ որ քաղաքական ուժը, այն էլ նախքին, այն էլ վարկաբեկված, կոչ է անում հավաքվելու սատարել կաթողիկոսին, քաղաքական ուժը, դա հոգևորականները չեն, օրինակ ինչ-որ հոգևորական չէր, որ կոչ է արել իր հոտին, հենց վատ բառա, բայց հոտ և հովիվ, գալ և սատար, դե, չէ, իրանց պարագայում եկեք մենք մեզ տես չդասենք, որտև հա։ Ես ասում եմ ինչ-որ պաշտոնապես ընդունված է ասել։ Դե իրանց ընդունված է, տենց ուրեմն եւ այլն։ Ուզում ես ապրես ինքը կարող է հովիվ է, ես հոտ չեմ ուզում լինում, կներեք այդ առումով իրանք չեն ապահովում իմ ու Աստծո կապը կներեք էլի այդ իմաստով։ Ոչ էլ ֆինանսական։ Ոչ էլ ֆինանսական։ Հիմա հասածս ինչ է, լավ, այս իրավիճակում դա օգուտ է կաթողիկոսին թե չէ, վարկաբեկում է իրան թե չի վարկաբեկում, ուղղակի ձեր տպավորությունն է, այսինքն ինչ եք կարծում, դες ինտերակտիվ սարք ենք, էլի, այսինքն երբ որ նախկին ոչ թե ինչ որ ժողովուրդն է ինքնաբուխ գնում իրան դիմավորելու, ոչ թե ինչ որ հոգևորական է կոչ անում։ Կոչ արեցին։ Ով արեց։ Վանեցյան Արտուրը, պատիվ ունեմ խմբավորություն, իշխանը, Օգուտ է թե օգուտ չէ, լավ է կաթողիկոսին, որը պետք է ամենայն հայոց կաթողիկոս է, ինչ-որ քաղաքական ուժ, որը պետք է քաղաքականացված չլինի։ Արմեն, դե դա վաղուց էր հայտնի արդեն, ոչ մեկը դրան չենք զարմանում։ Չէ, իմ ասած միտքը ուրիշ բան է, տեսեք, այսինքն մեծ հաշվով արդեն այդ հավաքը նորմալ կաթողիկոսի համար, նորմալ կաթողիկոսի համար քիչ թե շատ պետք է կաշկանդող լինել։ Ասենք, որովհետև այս պարագայում դու քաղաքականության, այսինքն քաղաքականացվում պրոցեսը քաղաքականացվում է, հասկանում եք, այսինքն մի քաղաքական ուժ։ Ընդ որում հարցը հետևյալն է, մինչև հիմա չկա պատասխան։ Տեսեք, ի սկզբանե իմ դիրքորոշումը այս իրավիճակում այսպիսի բան բացել չէր կարելի։ Հիմա մենք խոսենք նաև այդ հատվածի մասին։ Սա վտանգավորագույն բան է հիմա, հեսա կասենք նաև որ մասով է վտանգավորագույն։ Բայց ունես կառավարությունը որ սկսեց այս Այո, այս պատմությունը բացել չէր կարելի, որովհետև նորից եմ ասում, եթե Փաշինյանը ուզում էր հանել կաթողիկոսին, ես երկու ձեռքով կողմ եմ։ Տեսեք, ես չեմ թաքցնում, էլի, անկեղծ ասեմ, քանի տարի է Դերենիկը կվկայի, քանի տարի է, ես ու Դերենիկը այստեղ խոսում, քանի տարի ես ասում եմ, որ ես չեմ ընդունում իրեն որպես կաթողիկոս, երբեք էլ չեմ ընդունել իրեն որպես կաթողիկոս։ Ես ասում ես, գիտեմ իր ամբողջ այդ մեխանիզմը, ֆինանսական։ Այդքան խոսակցություն, այդքան բան, որ իր անվան շուրջը պատտվել ինքը եթե մի քիչ երես ունենար, շուտվանից դուրս եկած կլներ, հա, որ չէր վարկաբեկի եկեղեցին։ KGB աշխատողնա երես ունեցել։ Թե գիտեք հիմա եկեք մի բան հարցնեմ, հիմա այս իրավիճակում ընդհանրապես չէր կարելի սա, եթե դու վստահ չես, հիմա Փաշինյանի ձեռքի տակը բազմաթիվ գործիքներ կային, որով ինքը տակից շատ հանգիստ փաստերել ունի, կարող էր ուղակի պարտադրել մի երկու վստահ եմ տեսանյութերը կլինեն ուրախ զվարճալիքների տենց հետաքրքիր մի տեսանյութ մի երկու տեսանյութ այսպես ուղակի բանեսանում կամ հասկացնում ես որ հեսա մի անհատ լրագրող հեսա մի բան հրապարակել կաթողիկոսը հրաժարականը տալի գնում է ես Արուսյակի հետ մի բանի մասին եմ խոսում եւ ինքը կպահ մի բանի որ ապացուցելը շատ դժվար է երեխա ունի թե չունի այսինքն փաստացի ապացույց շատ դժվար է գտնելը որ այո իսկապես ինքը զավակ ունի ապօրինի տեսեք օրինակ հարց տամ հիմա ձեզ հիմա եթե Փաշինյանը օրինակ հայտարարի որ մենք ունենք տեղեկություններ որ չգիտեմ
չգիտեմ, Լուսինե, էս ինչի, էս ինչանը։ Տեսականորեն անկապանուն եմ ասում, էլի բան չէ։ Գարեգին երկրորդի դուստերն է, օրինակ։ Անգամ շատերը գիտեն, որ դուստր ունի, էլի, ասենք այդ իմաստով էլի։ Ես էլ եմ դրան հավատում, Հիմա տեսեք, օրինակ, չէ, օրինակ եմ ասում, կամ չգիտեմ, Լուսինե, չգիտեմ, Գարեգինի Սարգսյան, օրինակ, էական չի, կտրիճի բան, էական չի։ Ինքը Գարեգինի դուստերն է։ Թող ԴՆԿ տեստան եւ ապացուցի, որ դա այդպես չի։ Այսինքն, երբ որ դու անուն ազգանուն տաս արդեն, որ այս ինչ մարդը իր դուստերն է, եթե նա ասի չէ, իշխանություն կարող ասի չէ, կարա հրաժարվի, բայց բոլորի մոտ կմնա այդ տպավորությունը, որ մարդը անուն ազգանով ասում են, էս մարդը իր դուստերն է։ Բայց ինքը պարտավոր չի այո։ Այսինքն որպես քաղաքացի էլ իրավունքներ ունի, չէ՞։ Բացի դրանից էլ գիտեք ինչ, նորից եմ ասում, եթե Փաշինյանը, ասինքն ապացույցներից է խոսում, հա դե թող քանի մի բան ցույց տա։ Ուրեմն մի բան կա եւ այլ։ Ես նորից եմ ասում, բայց եթե ինքը ուներ ապացույց, այդ ապացույցը պետք է ուրիշ ձևով իրան ասել ժամանակն է եկել, որտեվ երբ որ դու սենց process ես սկսում, դու դրանով նաեւ կոնտր ես գցում իրան։ Դու դրանով նաեւ սիտուացիա ես ստեղծում, որ ինքն էլ ասենք փակուղի ես մտցնում։ Այո։ Բայց այս իրավիճակում, երբ որ մենք տեսնում ենք հիմա ինչ սարսափելի խառն է աշխարհը Հայաստանն, այսինքն այս իրավիճակում եկեղեցու եւ պետության տարբեր ճակատներով միասնական բանապետ, ինչքան էլ իրանք հակասություն ունեն, այս իրավիճակում դա պետք չէ։ Եվ երկրորդը, հիմա քչի այդքան մարդ հավաքվեց, հիմա ընկած են, մեկ ասում է քիչ է տեսակ ուրիշ ռակուրսից ինչքան է, հələ դուք տեսեք իր դեմ բողոքում այդքան մարդ հավաքում եք, թե չէ։ Բայց մյուս կողմից էլ հետաքրքրական մի բան, չէ՞ որ Սերժ Սարգսյանի ուրեմն հիմնականում այսպես ուժերն են, այսինքն ուժը կազմակերպեց այս հավաքը եւ այլն, հիմնականում դե այնտեղ դաշնակցությունը կպավ, դե որտեվ չմնա անմասը։ Բայց մեծ հաշվով, տեսեք, ըստ էության ինչ քայլ արեց Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ըստ էության իրեն հենց այսպես, նա հիմար մարդ չի, նա այս քայլով Գարեգինին ասոցացրեց իր հետ։ Այսինքն սրանով ասեմ իմիջայլոց էս իմաստով, եթե Փաշինյանը պատրաստվում է մարդկանց հավաքի Գարեգինի դեմ, չէ, ինչ որ բողոքի կամ ինչ որ ակցիաներ եւ այլն, Սերժ Սարգսյանը միայն դրավ նպաստեց, ինքը Գարեգինին սարքեց նախքին։ Դա այդպես է, ես բան չեմ ասում, բայց այսինքն ավելի թարմացրեց այդ ամեն ինչ, այսինքն ուղիղ կապեց իր հետ, տեսեք, դաշնակցությունը եւ հանրապետականը գնում են Գարեգինին սատարելու եւ այլն։ Այսինքն դեմա Սարգսյանին դեմա նաև կաթողիկ։ Իհարկե, այսինքն այս իմաստով հետաքրքրական։ Հիմա ձեր հարցի պատասխանը։ Հասկացաք ինչի է համեստ խոսում, որովհետև Գարեգինն էլ հիմար մարդ չի։ Ինքը հասկանում է, որ ինչ որ տեղի է ունենում, այս ինչ որ առումով, ասենք էլ ավելի է վարկաբեկում իրեն, կարող է ինքը մնա իր պաշտոնի, բայց էլ ավելի է վարկաբեկում իրեն, ինքը ուղիղ կապվում է նախկինների հետ, եւ նախկիններն էլ են իրեն կապում ուղիղ։ Այդ նրանց համար ովքեր չգիտեին, որ կապված է։ Եվ իմիջայլոց էլ եմ ասում, հիմա եթե իրականում շարժում սկսվի, այսինքն այս հավաքը շատ լավ տրիգեր է նրանց համար, ովքեր իրա դեմ են, այսինքն ոտի հանելու, հա, այսինքն այս առումով։ Եթե չլիներ այս հավաքը, այս process-ը չէր աշխուժանա։ Կարողացա տրամաբանությունը բացատրեմ։ Այսինքն մեծ հաշվով այս հավաքը Գարեգինի օգտին չէր։ Այո։ Լավ, ավելի ժամանակը ցույց կտա ես, որտեվ մի մյուս կողմից էլ հիմա ինչքան ժողովուրդ նայում ասում է, տեսեք, ինչքան պոպուլյար է մեր վարչապետ, թե ասեի, մեր նահանգապետ էլ չի ինչ։ Կաթողիկոս։ Ինչևէ, հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբխչյանին։ Serial ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անverջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ, որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։
Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ, Արմեն տեղափոխվում ենք Ուկրաինա։ Ես կներեք ուղղակի ավելացնեմ վտանգները, այո։ Տեսեք, ինչի եմ ես դեմ այս հակամարտությանը հիմա։ Հիմա տեսեք, այդ Փաշազադեն նորից ելույթ ունեցել, այո։ Գիտեք ի՞նչն է դա։ Եվ ելույթեր ունեցել այդ բաների, այդ հոգևորականների շատ բարձր ամբիոնից։ Հիմա տեսեք, զուգահեռաբար ըստեյության Հայաստանում այս աղմուկը լսում են, չէ՞։ Համաշխարհային քրիստոնեական կազմակերպությունները շատ հեղինակավոր եւ այլն, հա, Վատիկանում, բոլոր տեղերը լսում են։ Հիմա Փաշազադեն այնտեղ ներկայացնում է, տեսեք, իրանք ինչ են ձգտում, իրանք ասում են հայկական եկեղեցի չկա, կա ալբանական եկեղեցի, որը մեջն է եղել եւ այլն, պատմությունը կեղծում են։ Եվ ամենակարևորը դա մշակութային ժառանգությունն է նաեւ, որը նաեւ տարածքային պահանջատիրության է բերում։ Այդ մշակութային ժառանգությունը ումն է, դրանով որոշվում է նաեւ տարածքային պատկանելությունը, չէ՞, պատմության։ Ըստ էության, տեսեք, Փաշազադեն ուրեմն իր խոսույթով ինքը միաժամանակ կարող է թվալ, թե այսինքն միաժամանակ եւ Գարեգինի հեղինակությունն է բարձրացնում իբր թե ժողովրդի շրջանում, հա, որովհետեւ ասում եք, տեսեք, բա ինքը քննադատելով Գարեգինին, չէ, հայ ժողովրդի մեջ Փաշինյանի դեմ ավելի շատ մարդկանց է հանում, ճիշտ է, այսինքն կարող է տպավորություն ցույց տալ, տեսեք, ես Փաշինյանի կողմից եմ։ Հստակ է տրամաբանությունը, որ իրան ձեռնտու է, որ կան հինները, որտեղ Ռուսաստանը լավ հարաբերություն ունենա, ինչ որ պետք է անեն, որտեղ Փաշինյանը իրանց կոկորտում փուշ է ոնց որ։ Դե տեսեք, այս առումով ես ուրեմն չեմ կարող այդքան ասել, հաներն են ավելի լավ թեմա, որտեղ իմ համար ավելի լավի հարց չի, ում ավելի ձեռնտու է Ադրբեջանի համար։ Ինձ թվում է Փաշինյանն էլ է ձեռնտու, որովհետև այս իմաստով իրանց պետք է Հայաստան պետության ոչնչացումը։ Փաշինյանից ավելի թույլ մարդ իրանք չեն գտնի, հաներն էլ հիմա սպանես չեն գա, ասեմ ձեզ, չեն գա այս իրավիճակում, կան ինչ անեն, գիտեն ինչ պահանջներ ունի Ադրբեջանը։ Դրանի հների գալով ոչ հայկական բանակն է փոխվելու, ոչ է միանգամից F-16 ենք ստանալու կոպիտ ասած։ Չէ, այս իմաստով էս չի, հատկապես որ հին ու նոր Հայաստանում ինձ համար չկա։ Այստեղ հարցը հետեւյալն է, այսինքն այս նորերը դրանք հների շարունակությունն են, դա իմ հստակ դիրքորոշումն է։ Բայց դա ուրիշ հարց է։ Հիմա իրանք միջազգային ասպարեզում այս ամեն այս բազարը ցույց են տալու։ Եվ հիմա ըստ էության օգտվում են առիթից, որ տեսեք Հայաստանի եկեղեցին ինչ վարկաբեկված է, այսինքն մեր ներքին լսարանում իրանք ըստ էության ուրեմն Փաշինյանի դեմ են հանում ժողովրդին, այսինքն ցույց են տալիս, որ իբր սատարելով, ասենք, բանին, ասում են, տեսեք, Ադրբեջանի հետ է գործում Փաշինյանը։ Այս իմաստով, եթե Փաշինյանն իրան ձեռք տալիս, ինչ են Փաշինյանի դեմ խոսում Արմեն։ Դե տենց է, չէ, տրամաբանությամբ նկատի ունեմ իրանք Հայաստան չեն ուզում, իրանք անստաբիլություն են ուզում Հայաստանում։ Բայց էդ էլ նաև ղեկավարից է կախված, չէ՞։ Ես նկատի ունեմ իրանք թույլ ղեկավարություն, իրանք բախում են ուզում կլինի ավելի։ Այդ եմ, իրանք բախում են ուզում, այո, բախում, էլ ավելի թույլացնել, ավելի պարակտում մտցնել հայասրակության ներքում թշնամանք, որպեսզի իրանք ծրագիրը հեշտ իրա։ Այո, քայքայելու process է գնում։ Դուրսն էլ ներկայացնում են, որ հայ առաքելական եկեղեցին, տեսեք ինչ խուլիգան վիճակում է, ասենք սրանք բան են եւ այլն ինչ են քարոզում, հետո ուրիշ տեղեր էլ ասում են այդ եկեղեցիները իրանցը չի, սրանք եկետ իրացել են եւ այլ եւ այլ։ Պարզա որ այդքան հեշտ ոչ միտեղ դա չեն ուտի այդքան արագ, բայց նորից եմ ասում, հիմա այս պատմությունը ուր է տանելու ես չգիտեմ, այսինքն եթե դու այս տիպի ես սկսում process-ը, նշանակում է դու միտք չունես իրան հանելու։ Ես ասում ձևը հանելու ոնց է իրան հանելու ձևը ուրիշ է։ Եթե դու այս տիպի բան ես բարձրացնում, ես չեմ պատկերացնում հիմա ինչ է լինելու։ Ասենք որտեղ է վերջանալու այս ամեն ինչը։ Եթե Գարեգինը մի փոքր, այսպես բարձր գիտակցություն ունենար, կհասկանար, որ այն հանգամանքը, որ արդեն դուրս է եկել ջրի երես, դա չես փոխի արդեն էլ։ Հանուն եկեղեցու, հանուն հայ ազգի, նույն հոգևորականները, ոչ թե Փաշինյանի բանով, հենց հիմա կկազմակերպեին իրանք, հասկանալով իրավիճակի բարդությունը, կճանապարհային Գարեգինին, այդ հարցը իրանք կպարզեին, իրանց մեջից կընտրեին մի քիչ նորմալ մարդ։ Որ երբևէ մեր եկեղեցին դմանքայլի գնա, ես էլ եմ կարծում, որ չի անի։ Այո, բայց ես նորից եմ ասում, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, ես որովհետև այս հակամարտությունը շատ վատ տեղ է տանում, հատկապես եթե նրանց տակն է մաքուր չի։ Իհարկե մաքուր չի։ Եթե եմ ասում, հիմա գլխավոր իրականում այս պատմության մեջ ինչ է, ինքը այդքան խոսած չասեց երեխա ունի թե չէ, կպած չի ասում երեխա ունի թե չէ։ Ինքը պետք չի ասելու Արմեն։ Ինքը պետք չունի ասելու, ինքը ձայն չի հանում, ծիծաղում է, անցնում է, որտեղ ինչ էլ ասի պրոբլեմա անելու իր համար։ Ասի ունեմ մեծ պրոբլեմա, ասի չունեմ, էլի պրոբլեմա, պետք է ասեն սուտախոսում ես։ Ցավոք սրտի արդեն դուրս է եկել պատմությունը, լռում է։ Դե, բայց դե ուր է գնալու այս ամեն ինչը, ուր են տանում այս ամեն ինչը, շատ վտանգավոր է։ Եթե կա երկու բան ասենք Այո, ուրեմն Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Հեքսեթը հայտարարել է, որ 2026 թվականի բյուջեն նախատեսում է Ուկրաինային ռազմական օգնության կրճատում։
Կարճ ասեմ, իրանք Ուկրաինային ոչ մի կոպեկ չեն տվել, ոչ մի օգնություն։ Սա Բայդենի դեր այո, ավելին ասեմ, դա գիտեք ինչ է նշանակում, որտեղ Բայդենի կնքած պայմանագրերն են իրանք պատրաստվում կրճատել։ Ցավոք սրտի, իրանք Թրամփի այս ադմինիստրացիան 0 կոպեկ, հələ մի բան է հիշում եք, այն օրը Ուկրաինային պետքա տային որոշակի քանակի, ուրեմն հրթիռների հետ կապված ինչ որ բաներ, ուղարկեցին Իսրայելին, Ուկրաինայի փոխարեն եւ Զելենսկին այդ մասին բարձրաձայնեց։ Այսինքն իրանք որ ասում են կրճատել, իրանք ուղղակի ոչ մի բան չեն տվել, որ մի հատ է կրճատեն, իրանք կրճատում են Բայդենի տվածը։ Ին պայմանագրերը։ Այո։ Շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Այսքանն այսօրվա համար կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։